Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հայտարարությունը ընդդիմության հաջողությունների վերաբերյալ, երբ Գվարամյայի, Զուրաբ Ջափարիձեի, Սալոմե Զուրաբիշվիլիի եւ նման մարդկանց կոչով դուրս է գալիս 5000 մարդ, սա կարելի է համարել այս ընդդիմության հաջողությունը։ Լրագրողներին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Վարչապետի խոսքով ընդդիմությունը գործնականում ռեսուրսներ չունի։ Տեղի ունեցավ այն, ինչ մենք կանխատեսում էինք, նրանք չկարողացան անցկացնել ևս մեկ հանրահավաք։ Որոշ մարդիկ դուրս եկան, սա նրանց ժողովրդավարական իրավունքն է։ Երբ Գվարամյայի, Զուրաբ Ջափարիձեի, Սալոմե Զուրաբիշվիլիի եւ նման մարդկանց կոչով դուրս է գալիս 5000 մարդ, սա կարելի է համարել այս ընդդիմության հաջողությունը։ Սակայն մենք տեսնում ենք, որ նրանք գործնականում ռեսուրսներ չունեն, եթե ընտրությունները կայանային այսօր, նրանք չէին ստանա այն արդյունքները, որոնք նույնիսկ ունեցել են 2 տարի առաջ։ Մենք ունենք վրացական հասարակության շատ հզոր աջակցությունը, ասում է Իրակլի Կոբախիձեն։ Դատախազությունը հետաքննություն է սկսել Գորիում ոստիկանության աշխատակիցների կողմից լիազորությունների ենթադրյալ չարաշահման դեպքի վերաբերյալ։ Այս մասին ասվում է Վրաստանի դատախազության հայտարարության մեջ։ Ըստ դատախազության այս փուլում ձեռնարկվում են անհետաձգելի քննչական եւ դատավարական գործողություններ։ Վրաստանի դատախազությունը հետաքննություն է սկսել Գորիում ոստիկանության աշխատակիցների կողմից լիազորությունների ենթադրյալ չարաշահման դեպքի վերաբերյալ Քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 3-րդ մասի B ենթակետով։ Այս փուլում ձեռնարկվում են անհետաձգելի քննչական եւ դատավարական գործողություններ, հետաքննության արդյունքների մասին հանրությանը կտեղեկացնեն հնարավորինս շուտ, ասվում է Վրաստանի դատախազության հայտարարության մեջ։ Վրաստանի ժողովրդական պաշտպանը հղում է կատարում հանրային աղբյուրների կողմից տարածված տեսանյութին, որտեղ նա խոսում է Գորիում իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից քաղաքացիների նկատմամբ կիրառված բռնության մասին եւ դատապարտում է ոստիկանության աշխատակիցների կողմից բոլոր տեսակի անօրինական գործողությունները, մասնավորապես վատ վերաբերմունքի փաստերը։ Հանրային պաշտպանը կոչ է անում դատախազությանը ապահովել օբյեկտիվ եւ արդյունավետ քննություն բոլոր պատասխանատու անձանց պատասխանատվության ենթարկելու համար։ Նրա խոսքով իր մանդատի շրջանակներում նա կհետևի գործի ընթացքի քննությանը։ Դատարանը մեղադրյալների մեղավոր է ճանաչել Գիգի Ավալիանիի առողջությանը դիտավորյալ վնաս հասցնելու համար խումբ նախապատրաստելու եւ հանցագործության մասին չհայտնելու փաստերում։ Թբիլիսիի քաղաքային դատարանը լիովին ընդունել է դատախազության կողմից ներկայացված ապացույցները։ Դատախազության տվյալներով դատարանում հետազոտված ապացույցները հաստատել են, որ 2025 թվականի սեպտեմբերին Ալեքսանդրե Գաբաշվիլին Գյորգի Ռիկաձեի եւ Դիմիտրի Չիկովանի հետ միասին ծրագրել է խմբակային հարձակում Գիգա Ավալիանիի վրա։ Դատարանը Դիմիտրի Չիկովանիին մեղավոր է ճանաչել դիտավորյալ ծանր մարմնական վնաս պատճառելու համար խումբ նախապատրաստելու մեջ, որը պատժում է 13 տարով ազատազրկում։ Ընդդիմության նոր արշավը։ Վրաստանը ավելի է արժանի, սա է այն կարգախոսը, որի ներքո նրանք հանդիպումներ կանցկացնեն երկրի մասշտաբով։ Երեկվա հանրահավաքում հայտարարվեց, որ բողոքի ցույցերը կլինեն մշտական։ Ընդդիմությունը վստահ է, որ այս արշավը կավարտվի ժողովրդավարական ընտրություններով, 9 քաղաքական ուժերի կողմից ստեղծված դաշինք իր կողմնակիցների հետ միասին երթով շարժվել է Թբիլիսիի պետական համալսարանից դեպի խորհրդարանի շենք։ Խորհրդարանում ելույթներ են եղել, երթին միացել է նաև նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։ Իշխող թիմը արձագանքում է Ռուսթավելի պողոտայում ընդդիմադիր դաշինքի կողմից անցկացված հանրահավաքին։ Վրացական երազանքը պարզաբանում է, որ չնայած ֆինանսական եւ քաղաքական աջակցությանը, ընդդիմությունը չունի հանրության աջակցությունը։ Խորհրդարանում հնչեցին կոշտ հայտարարություններ, կուսակցությունները միմյանց մեղադրեցին հակապետական քաղաքականություն վարելու մեջ։ Գախարիայի թիմի անդամները հայտարարեցին, որ կառավարությունը օգտագործում է ատելության խոսքը իր քաղաքական նպատակների համար։ Իշխող թիմը պնդում է հակառակը։ Մեծամասնությունը նշում է, որ երկրին անհրաժեշտ է ավելի լավ ընդդիմություն, որը կօգտագործի ոչ թե կեղծ եւ ապատեղեկատվական պատմություն, այլ հիմնավորված քննադատություն։ Նրանք նաև արձագանքեցին երեկվա բողոքի ցույցի լիագումար նիստում։ Վրացական երազանքը հայտարարեց, որ ընդդիմությունը վարում է
մարգինալ քաղաքականություն եւ գործում է երկրի շահերի դեմ։ Հանուն Վրաստանի խմբակցությունը քննադատում է կառավարությանը սոցիալական քաղաքականության համար։ Խմբակցությունը նշում է, որ պետությունը պետք է օգնի դյուշենի հիվանդությամբ երեխաների ծնողներին եւ չպետք է հակաարշավ վարի նրանց դեմ։ Իշխող թիմը քննադատությամբ է պատասխանում քննադատությանը, մեծամասնությունը մեղադրում է հակառակորդներին քաղաքական միավորներ վաստակելու մեջ եւ նշում, որ նրանք դիմում են պոպուլիզմի իրենց քաղաքական նպատակներին հասնելու համար։ Խորհրդարանը քննարկեց Ազգային բանկի 2025 թվականի զեկույցը։ Ազգային բանկի նախագահ Նաթիա Թուրնավան падգամավորներին ներկայացրեց հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները։ Նրա խոսքով գնաճի մակարդակը չափավոր շեղվել է 3% նպատակային ցուցանիշից եւ հասել 3.9%-ի։ Ազգային բանկի նախագահը նաեւ դա կապում է Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումների հետ։ Նաթիա Թուրնավայի խոսքով 2026 թվականին գնաճի կայունությունը պահպանվել է դրամավարկային քաղաքականության չափավոր աճի շնորհիվ։ Խորհրդարանը արագացված կարգով քննարկում է դիվանագիտական ծառայության մասին օրենքում կատարված փոփոխությունները։ Վերոնշյալը նախատեսում է արտաքին գործերի նախարարության համակարգում դիվանագիտական ակադեմիայի ստեղծում։ Նրանք քննարկվել եւ աջակցվել են արտաքին հարաբերությունների, ինչպես նաեւ կրթության եւ գիտության հանձնաժողովների նիստերում առավոտվանից։ Օրինագիծը ներկայացրել է արտաքին գործերի փոխնախարարը Խաթունա Թոթլաձեի խոսքով բարձրագույն ուսումնական հաստատությունները հստակորեն չեն կողմնորոշված ապագա դիվանագետների պատրաստմանը։ Արտաքին գործերի համակարգում բարձրագույն ուսումնական հաստատության առկայությունը ապահովում է ակադեմիայի կրթական գործընթացի առավելագույն համապատասխանությունը իրական դիվանագիտական պրակտիկային եւ մարտահրավերներին։ Մի շարք պետություններ դատապարտում են Ռուսաստանի հարձակումները Ուկրաինայի քաղաքացիական բնակչության վրա։ Ավելի քան 50 երկիր, այդ թվում Վրաստանը, համատեղ բանաձև են ընդունել այս հարցի վերաբերյալ։ Փաստաթուղթը տարածել է ՄԱԿ-ում Ուկրաինայի մշտական ներկայացուցիչ Անդրեյ Մելնիկը։ Մայիսի 23-ի լույս 24-ի գիշերը Ռուսաստանի զինված ուժերը իրականացրել են Ուկրաինայի դեմ ամենախոշոր համատեղ հարձակումներից մեկը։ Հարձակման ժամանակ օգտագործվել են հարյուրավոր օդային զենքեր, այդ թվում բալիստիկ եւ թևավոր։ Բացի այդ, Ռուսաստանի կողմից միջուկային զենքի բազմակի օգտագործումը անընդունելի է, ասվում է հայտարարության մեջ։ Փաստաթղթի ստորագրողները վերահաստատում են իրենց անսասան հավատարմությունը Ուկրաինայի ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը եւ հայտարարում, որ Ռուսաստանի ագրեսիվ պատերազմը Ուկրաինայի դեմ ՄԱԿ-ի կանոնադրության եւ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների կոպիտ խախտում է եւ խաթարում է կանոնների վրա հիմնված միջազգային կարգը։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ քանի որ հայկական երկաթուղիները գտնվում են Ռուսաստանի կոնցեսիայի ներքո եւ Ռուսաստանը բարդ հարաբերություններ ունի արևմտյան երկրների հետ, կապված պատժամիջոցների հետ, արևմտյան երկրները փնտրում են այս խնդիրը շրջանցելու ուղիներ։ Հայաստանի Հանրապետության կառավարության ղեկավարի խոսքով Երևանը ցանկանում է փոխել երկաթուղի կոնցեսիայի կառավարման տրամաբանությունը։ Հայկական երկաթուղիների կոնցեսիան կառավարում է Ռուսաստանը հարավկովկասյան երկաթուղու միջոցով։ Փաշինյանի խոսքով անցկացված հետազոտության արդյունքում կառավարությունը եկել է այն եզրակացության, որ խնդիրը կապված է հայկական երկաթուղու գործող կառավարման մոդելի հետ։ Բացի այդ, Փաշինյանը նախաձեռնություն է հայտնել հայկական երկաթուղու կոնցեսիայի կառավարումը փոխանցել երրորդ երկրի, որը բարեկամ է Հայաստանի եւ Ռուսաստանի հետ։ Աջարիայի կառավարության նախագահ շնորհավորել է մուսուլմանական աշխարհին Ղուրբան Բայրամի կապակցությամբ։ Զուրաբ Պապարաձեի խոսքով տոնը բարեգործության եւ համերաշխության խորհրդանիշ է, որն էլ ավելի է ամրապնդում տարածաշրջանում դարավոր բարեկամությունն ու փոխադարձ հարգանքը։